Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր փետրվարի 13։ Սպասելով այն երանելի հույսին և մեծ Աստծու ու մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառքի հայտնությանը։ Տիտոս 2:13 խոսք։ Քրիստոնյաները կոչված են դուրս գալու աշխարհից, նրա չար ոգուց և էությունից։ Նրանք կոչված են աշխարհից վեր, դեպի ավելի բարձր և ավելի լավ բաներ, դեպի երկինք, դեպի անտեսանելի և հավերժական բաներ։ Նրանք կոչված են մեղքից դեպի Քրիստոս, ունայնությունից դեպի լրջություն, անմաքրությունից դեպի սրբություն, և այս ամենը համաձայն աստվածային ծրագրի և շնորհի։ Եթե մենք սրբացված և փառավորված ենք, ամբողջ պատիվն ու փառքը պետք է վերագրվեն Աստծուն և միայն Նրան, քանի որ Աստված է սկսում շնորհի գործը մարդկանց հոգիներում, Նա է, որ շարունակում և կատարելագործում է այն։ Եկեք չապավինենք մեզ կամ արդեն ստացված շնորհի պաշարին, այլ Նրան և միայն Նրան։ Աստծո ողորմությունը մեր ունեցած կամ մեր հույսը տածած բոլոր բարիքների աղբյուրն ու սկիզբն է։ Ողորմություն ոչ միայն դժբախտների, այլև մեղավորների համար։ Ողորմության հետ մեկտեղ գալիս է խաղաղությունը, որը մենք գտնում ենք, երբ զգում ենք, որ ողորմություն ենք ստացել։ Խաղաղությունից բխում է սերը, Քրիստոսի սերը մեր հանդեպ, մեր սերը Նրա հանդեպ և մեր եղբայրական սերը միմյանց հանդեպ։ Առաքյալը չի աղոթում, որ քրիստոնյաները քչով բավարարվեն, այլ որ իրենց հոգիներն ու համայնքները լցվեն այս բաներով։ Ոչ ոք զրկված չէ ավետարանի խոստումներից և հրավերներից, բացի նրանցից, ովքեր համառորեն և չարամտորեն մերժում են հրավերքը և զրկում իրենք իրենց խոստումներից։ Աստված հոգ է տանում իր անկեղծ և օգտակար ծառաների բարի անվան մասին, ապա ինչու պետք է մենք վատնենք մեր սեփական հեղինակությունն ու օգտակարությունը կամ ուրիշների հեղինակությունն ու օգտակարությունը։ Առաքյալն իրեն անվանում է Հիսուս Քրիստոսի ծառա, համարելով սա ամենապատվավոր կոչումը, իսկապես որ Քրիստոսի անկեղծ և օգտակար ծառա լինելը ավելի պատվավոր է, քան երկրային թագավոր լինելը, որքան էլ հզոր և բարգավաճ լինի։